2026 թվականի հունվարին ԱՄՆ պետքարտուղարի այս հայտարարությունը ունի բոլորովին այլ արժեք, իմաստ, բովանդակություն, քան կես տարի առաջ, ավելին քան կես տարի առաջ 2025 թվականի օգոստոսին, եւ ես կհանդգնեմ ասել, որ դա իրականում թրիպի հետ կապված չէ։ Թրիպը տվյալ դեպքում ընդամենը առիթ է, եւ պատահական չէ, որ Ռուբիոն այդ մասին առանձնապես չի ծավալվել։ Կարծում եմ, որ այս հանդիպումը Միացյալ Նահանգների նախաձեռնությունն էր եւ այդ տարբերության, հսկայական տարբերության իմաստը, բովանդակության փոփոխության իմաստը Իրանն է։ Ահա ինչու է Հայաստանը կտրուկ կարևորվում հիմա, որովհետև եթե մենք հիշենք 10 տարի առաջ իրավիճակը 2015-16 թվականներին, Միացյալ Նահանգների համար Հայաստանի աշխարհաքաղաքական, քաղաքական, տարածքային, տարածաշրջանային նշանակությունը նախ եւ առաջ կարևորվում էր Իրանի հետ հարաբերությունների տեսակետից։ Եթե հիշենք Միացյալ Նահանգների հսկայական դեսպանատունը Հայաստանում մինչև 2016 թվական, մինչև Թրամփի առաջին ժամկետը հիմնականում սպասարկում էր Իրանի քաղաքացիներին եւ իրանցիները Միացյալ Նահանգներ գնում էին հիմնականում Հայաստանի միջոցով։ Այստեղ գրեթե ամեն օր ավտոբուսներով գալիս էին իրանցիներ վիզաներ ստանալու համար, ուսումնական, կրթական, առողջապահական եւ այլն եւ այլն։ Եվ դեսպանատան մի քանի բաժիններ զգալի տարածք Հայաստանից աշխատում էր Իրանի համար։ Ես պատահական չեմ դա ասում, որովհետև Իրանը Միացյալ Նահանգների համար այս տարածաշրջանում եղել էր մինչև 79 թիվ 47 տարի առաջ ողջ արևմուտքի համար, բայց հատկապես Միացյալ Նահանգների համար գլխավոր ռազմավարական դաշնակից։ Եվ իսլամական հեղափոխությունից հետո Միացյալ Նահանգները շատ տարակ նկատեցին, որ Հայաստանը Իրանի համար ունի նույնպես կարևոր նշանակություն, մեր հարաբերությունները յուրահատուկ են եւ կախված չեն Իրանում ռեժիմի փոփոխությունից։ Դա չի կարելի ասել Իրանի եւ այլ հարևանների հարաբերությունների մասին, Ադրբեջանի, Թուրքիայի մասին, որոնք ակնհայտորեն թշնամական էին, մեղմ ասած։ Ամենայն դեպս սառը եւ ոչ այնքան վստահելի, որքան Հայաստանի հետ։ Ահա ինչու Միացյալ Նահանգների հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ 25 թվականին, որոնք ամբողջությամբ տեղավորվում էին Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան, այսպես կոչված թրիպի տրամաբանության մեջ, որտեղ Հայաստանն ավելի շատ տարածք էր, օբյեկտ էր աշխարհաքաղաքական օպերացիաների։ Եվ այնտեղ գոյություն չուներ Իրանը, տեսեք, Իրանը այնտեղ ներկա էր որպես թիրախ, որովհետև եւ Իսրայելը, որը լոբինգ էր անում այդ գործարքի համար, դիտում էր Իրանը որպես գլխավոր թշնամի, սակայն ամռանը շատ բան փոխվեց։ 12 օրվա պատերազմը փոխեց Իրանի կարգավիճակը եւ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար։ Եվ եթե նկատենք, որ վերջին ամիսներին Իսրայելը զբաղեցրել է, գրավել է խիստ հակաթուրքական քաղաքական դիրքորոշում, այդ մասին խոսում են եւ պաշտոնական հայտարարությունները, օրինակ Իսրայելի Սփյուռքի նախարարը մեկ շաբաթ առաջ հայտարարել է Թուրքիան գլխավոր թշնամի, ոչ թե Իրանը, այլ Թուրքիան։ Էրդողանին անվանել է Հիտլեր եւ ասել է, որ Թուրքիան արևմտյան քաղաքակրթության հիմնական թշնամին է տարածաշրջանում եւ ոչ միայն։ Իսրայելը սկսեց կազմել ռազմաքաղաքական դաշինք Թուրքիայի դեմ, Հունաստանի եւ Կիպրոսի հետ եւ ակնհայտորեն աշնանը հրավիրում էր Հայաստանին միանալու, ամենայն դեպս մերձենալու։ Այս ամենը կտրուկ փոխել է օգոստոսից հետո իրավիճակը։ Իսկ վերջին օրերի դեկտեմբերի վերջից սկսած ապստամբությունը Իրանում, որը Միացյալ Նահանգները պաշտոնապես գնահատում են որպես այաթոլլաների կրոնապետական ռեժիմի տապալման անխուսափելի ընթացք եւ
հայտարարել են փաստորեն Թրամփի մակարդակով, որ օգնությունը մոտ է, շարունակեք ապստամբությունը, մենք պատրաստվում ենք թիրախավորել եւ արդեն հարվածներ հասնել եւ այլն եւ այլն։ Անպայման չէ որ դա այդպես էլ լինի, բայց այն որ Մարկո Ռուբիոն տվյալ դեպքում Թրամփի քաղաքական խոսնակն է եւ այն որ Միացյալ Նահանգների համար Հայաստանը հիմա ունեն բոլորովին այլ նշանակություն, դա ակնհայտ է։ Ահա ինչու ես կարծում եմ որ Մարկո Ռուբիոյի հայտարարությունները կես տարի առաջ եւ այս օրերին ունեն բավական տարբեր բովանդակություն եւ Թրիփը այստեղ կապ չունի։ Այսինքն դուք չեք բացառում, որ այս այցը Արարատ Միրզոյանի այցը ներկայացում է որպես Թրիփի հետ կապված ինչ որ չգիտեմ, փաստաթղթերի ամրագրում, թե ինչ, նույն Միրզոյանը ասած ոչ մի նոր բան չկա, այլ ավելի շատ կոնսուլտացիայի համար Իրանի հարցով։ Ես կարծում եմ, որ Արարատ Միրզոյանը դիվանագիտորեն ակնարկեց հենց այն, ինչ դուք ասում եք, երբ որ ոչ մի նոր բան չկա, Միացյալ Նահանգները նման դեպքերում Հայաստանի արտգործնախարարն իրենց մոտ չեն կանչում։ Թրիփը դա ընդամենը շղարշ է, դա ընդամենը առիթ է։ Այո, թեմա է, որի շուրջ իրականում խոսում էր բոլորովին այլ բաների մասին եւ ես վստահ եմ, որ խոսակցությունների, եթե ոչ հիմնական, ապա զգալի մասը վերաբերվում էր Իրանի հետ հարաբերություններին եւ Հայաստանի նոր դերակատարությանը։ Կրկնում եմ, արդեն 2 շաբաթ է, ինչ Միացյալ Նահանգների եւ ողջ Արևմուտքի Եվրամիության տեսակետից Հայաստանը ստանձնում է նոր դեր։ Արդեն դառնում է ոչ թե օբյեկտ, այլ սուբյեկտ, առաջին անգամ այս տարիների ընթացքում։ Հենց այն տարիներին, երբ որ ստեղծվում էր Իսրայել պետությունը 47, 48, 49 թվականին, շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում Հյուսիսային Իրանում։ Հյուսիսային Իրանը այդ պահին Ստալինի որոշմամբ դառնում էր Հարավային Ադրբեջան։ Ոչ բոլորը գիտեն, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Իրանի զգալի մասը օկուպացված էր Կարմիր բանակով։ Եվ Իրանը հանդիսանում էր ամերիկյան օգնության դեպի Սովետական Միություն եկող հիմնական հաբերից մեկը։ Նախիջևանից մինչև Երևան ստուդեբեկերների շարասյունները մեր հին երևանցիները հիշում են, մեր պապերը պատմում են այդ մասին։ Դա Իրանով էր գալիս։ Եվ 45-46 թվականներին Ստալինը որոշեց ստեղծել Թաբրիզում հարավային սոցիալիստական Ադրբեջան։ Եվ պահանջվեցին հսկայական ջանքեր, Միացյալ Նահանգները նաև այդ պատճառով պայթեցրեցին ատոմային ռումբը, ցույց տալու Ստալինին, որ թույլ չեն տալու գրավել, զբաղեցնել, զավթել Իրանի հյուսիսը։ Եվ Իրանում այդ մասին հիշում են շատ լավ։ Սովետական կոմունիստական հանրապետություն Իրանում իրականում այնտեղ 2 հանրապետություն էր, մեկն էլ Ստալինը Քրդստան էր փորձում ստեղծել եւ 2 տարի այդ տարածքը փաստորեն օկուպացված էր եւ Իրանում դա մղձավանջ է։ Ահա ինչու եմ ես դա հիշում, որովհետեւ Ադրբեջանի հանդեպ, կրկնում եմ, ոչ թե Թուրքիա, այլ հենց Ադրբեջանի հանդեպ Իրանի հարաբերությունները պատմական եւ ոչ այդքան հին անցյալից ընդամենը մոտ 80 տարի առաջ ստվերված են այս շատ Իրանի համար տհաճ հիշողություններով եւ հետագայում ամբողջ շահի օրոք քաղաքականությունը տոգորված էր այդ տագնապով եւ շատ բան արվում էր, որ նման ոտնձգություն չկրկնվի։ Այդպես որ Ադրբեջանը Իրանի համար եղել եւ մնում է սպառնալիք, գոյաբանական սպառնալիք։ Եվ կապ չունի, որ ռեժիմն է, այդտեղներն են, թե ոչ, խոսքը չէ, այստեղ կա տարբերությունն այն էր, որ մենք պետք է հասկանանք ինչու՞ն է տարբերությունը շահական Իրանի եւ իսլամական։ Շահական Իրանը ազգային պետություն էր, բազմազգ, բայց այնուամենայնիվ դա Պարսկաստան էր։ Նա Պարսից շահ էր, նա շարունակում էր 3000-ամյա Ահեմեդիների, Արշակունիների, Արտաշեսյանների, Սասանիդների Պարսկաստանի ավանդույթը։ Իսլամական Իրանը դա ազգային պետություն չէր, դա իսլամական աշխարհի, դա փաստորեն խալիֆատ վերստեղծելու փորձ էր, որտեվ խալիֆատը
ոչնչացվեց 1922-23 թվականին, երբ որ իշխանությունից զրկվեց վերջին թուրքական սուլթանը, որը իսլամի խալիֆն էր, եւ Այաթոլլահ Խոմեյնին արաբական աշխարհում, թուրքական աշխարհում եւ Պարսկաստանում դիտվում էր որպես ամբողջ իսլամի առաջնորդ, անկախ նրանից ադրբեջանցիներ են, թրքեր են, քրդեր են, արաբներ են, թե պարսիկներ։ Ահա սա շատ կարևոր հանգամանք է, որը պետք է հասկանալ, եթե մենք ուզում ենք ինչ-որ բան հասկանալ այնտեղ։ Եվ Իրանը հիմա իհարկե պատահական չէ, որ շահի անունն է տալիս, այլ ոչ թե այլ ժողովրդավարական, խորհրդարանական հանրապետության, որովհետև Իրանում շատ լավ հասկանում են, որ բազմազգ Իրանը, որի հյուսիսում 1/4 փաստորեն բնակչության ողջ Իրանի, որը կուտակված է, դրանք թրքախոս ադրբեջանցի մարդիկ են, օրինակ Այաթոլլահ Խամենեին էլ ադրբեջանցի է իմիջիալոց։ Այդպես որ նրանք հասկանում են, որ երկրի պառակտման, բաժանման, տրոհման վտանգը կարող է չեզոքացվել միայն համապետական իշխանության միջոցով եւ շահը այդ առումով լավագույն տարբերակն է։ Եվ Միացյալ Նահանգներում դա շատ լավ հասկանում են, պատահական չէ, որ շահը Ռեզա Փահլավին, ավելի ճիշտ ոչ թե շահը կներեք, այլ թագաժառանգը Միացյալ Նահանգներում էր ապրում եւ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը այստեղ երկրորդ կարևորագույն գործոնն է։ Հիմա մեծագույն հույսեր են դնում Իրանի վերադարձի դեպի արևմտյան քաղաքակրթություն, դեպի Իսրայել, դեպի Միացյալ Նահանգներ ու Եվրոպա, այդ դա է խաղակարգը։ Ահա ինչու Հայաստանի դերը որպես քրիստոնյա եւ հնագույն Իրանի համար շատ ընդունելի, հասկանալի եւ սիրելի հարևան կտրուկ փոխվել է։ Ահա ինչն է տարբերությունը, որը պետք է հասկանալ։ Իսկ Ադրբեջանը, դուք հարցրեցիք Իսրայելի վերաբերմունքի մասին, Միացյալ Նահանգների համար Ադրբեջանը տարածք է։ Իսրայելի համար դա աերոդրոմ էր, որովհետև պատրաստվելով պատերազմելու Իրանի դեմ, հիմնականում այդպես էր սկսվել Իսրայել-Ադրբեջան համագործակցությունը, որը հետո տնտեսական, քաղաքական աստար ունեցավ նաև, բայց հիմա կարևոր է Միացյալ Նահանգների դերը, Իսրայելը պարզապես առաջնորդում է, դա։ Չեմ կարծում, որ կտրուկ կվատարանան հարաբերությունները Իսրայելի եւ Ադրբեջանի հետ, բայց նրանք կորցնում են իրենց ռազմավարական նշանակություն, իրենք մնալու են ավելի շատ մարտավարական։